Վլադիմիր Վարդանյան ընդրվեցավ Սահմանադրական դատարանի դատավոր։ Վլադիմիր Վարդանյան Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր էր եւ ղեկավար էր Պետական իրավական հարցերու մշտական հանձնաժողովը։ ՄԱԳ-ի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Բարույր Հովհաննիսյան ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի կողմեն նշանակվեցավ համավարակի կանխարգելման արձագանքման թեմայով քաղաքական հռչակագիրի միջկառավարական բանակցություններու գործընթացը համագարկող, ընդգծելով, որ համավարակները կպահանջեն ժամանակին եւ շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն եւ բազմակողմ հանձնառություն, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ներդրում ունենալ այս կարևոր գործընթացի մեջ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերներուն հետ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը եւ կօգնի կառուցելու աբակա համավարակներու կանխարգելման արձագանքման ավելի լավ պատրաստված աշխարհը։ Հայաստանի մեջ ֆրանկոֆոնի երգամսյակի մեկնարկը դրվեցավ Կոմիտաս անվան կամերային երաժշտության տան մեջ դաղարան համույթի ֆրանկոֆոնիկ դաղարան համերգով կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժան Անդրեասյան ողջունեց ներկաները եւ նշեց ֆրանկոֆոնի միջազգային գազམ་ագերբության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններն է, որը ամրագրված է նաեւ Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագիրի մեջ։ Նախարարը ասավ, որ 2027 թվականի ֆրանկոֆոնի մարզամշակութային խաղերը տեղի պիտի ունենան Երևանի մեջ։ Հայաստան պիտի հյուրընկալի ավելի քան 50 պատվիրակություն, մոտ 4000 մասնագետ։ Ժան Անդրեասյան ընդգծեց ֆրանսերենը միայն լեզու չէ, այն նաև մշակույթներու հանդիպման, երկխոսության եւ համերաշխության տարածք մնե։ Ամերիկան Պակիստանի միջոցով Իրանին փոխանցած է 15 կետերեն փաղկացած խաղաղության ծրագիրը, հաղորդեց The New York Times-ը։ Իսրայելյան 12 հերոստալիկի տվյալներով ծրագիրը կանդրադառնա անվտանգության հիմնական հարցերուն, Իրանի 3 հիմնական հյուրեական ենթակառուցվածքներու լիակատար դադրեցում, բալիստիկ հրթիռներու ծրագիրի գասեցում, Հորմուզի նեղուցի լիակատար վերապացում եւ ազատ նավարկության ապահովում։ Փոխարենը Վաշինգտոն կառաջարկե չեղարկել գորիզային ոլորտի պատժամիջոցները եւ աջակցել Իրանի քաղաքացիական գորիզային ծրագիրին, մասնավորապես Բուշերի ատոմագայանի զարգացմամբ։ Տեհրանի պաշտոնական պատասխանը դեռ անհայտ է, նաև բարձ չէ, թե ինչպես Իսրայել կվերապիրի խաղաղության ծրագիրին, քանի որ 4 շաբաթ շարունակ միացավ Ամերիկային Իրանի դեմ հարվածներ հասցնելու հարցով։ Ակցիոս հղում ունելով աղբյուրներուն հաղորդած է, որ Իրան կգարձե, թե Ամերիկայի բանակցային առաջարկը գրնաձուղակ մըլլալ իրանցի պաշտոնյաները չեն ուզեր գրգին խապվիլ, քանի որ անցյալ տարվան հունիսին եւ այս տարվան փետրվար 28-ին Իրանի վրա հարձակումները տեղի ունեցան բանակցային գործընթացի ամենեն թեժ բահուն։ Իրանի իսլամական հեղափոխության Բահաբաններու ստորաբաժանումը մարտ 25-ին հայտարարած է ճշմարիտ խոստում թիվ 4 գործողության շրջանակներու մեջ հարձակումներու 80-րդ ալիքի մեկնարկի մասին։ Իրան հայտարարած է դարաձաշրջանի մեջ մասնավորապես Քուվեյթի, Հորդանանի եւ Բահրեյնի մեջ գտնվող ամերիկյան ռազմագայանները հարվածելու մասին։ Հարձակումի ընթացքին պիտի գիրառվին տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ եւ անուտաճու թռչող սարքեր։ Հարձակումի այս ալիքը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարեց Իրանի հետ հնարավոր բանակցություններու եւ պատերազմի մոդալուտ ավարտի մասին, որը Տեհրան պաշտոնապես հերքեց։ Իրանի ներկայացուցիչները նշած են, որ այս գործողությամբ կպատասխանեն Իրանի տարածքին հասցված Ամերիկա-Իսրայել հարվածներուն եւ պիտի շարունակեն պայքարը մինչեւ հարձակումի լիակատար դադրեցում։ Իրանի արտաքին գործոստ նախարար Աբբաս Արաքչին ողջունած է այն, որ Գերմանիա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր դատապարտեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները, ադոնք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։ X-ի հարտակին Արաքչի գրած է, որ միջազգային իրավունքը գործնականի մեջ մերած է, օրինակ արձագանքը Գազայի հատվածին եւ Ուկրաինայում մեջ տեղի ունեցող իրադարձությունները եւ լռությունը կապված Իրանի դեմ Իսրայել-Ամերիկա հարձակումին։ Ամեն բարակայի մեր հարկանքները նախագահ Շտայնմայերին իրանցիներուն նկատմամբ խախտումները դատապարտելու համար, անոնք, որոնք կգնահատեն օրենքի քերագայությունը, նույնպես պետք է արտահայտվին, ըսած է Արաքչի։ Գերմանիա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր հայտարարած է, որ Իրանի դեմ պատերազմը կհագասե միջազգային իրավունքին եւ կհանդիսանա քաղաքական ճակատագրական սխալմամբ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ամերիկան կմոտենա ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման։ Կգարձեն, որ անոնք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են այդ կարգավորման։ Ես այդ շատոնց կսեմ, որ ավարտեցի 8 պատերազմ եւ անոնց մի յուրաքանչյուրը պետք է ավելի բարդ լար քան սա, ըսած է Թրամփ լրագրողներուն օվալացեվ աշխատասենյակի մեջ։ Ավելի գանուխ Թրամփ հայտարարած էր, որ զարմացած է Կիևի վարչագազմի ղեկավար ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու ցանկության բացակայութենեն, ինչպես ընդգծած է Ամերիկայի առաջնորդը Զելենսկիի հետ շատ ավելի դժվար է գործարք ընկել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ։
Երեքշաբթի օր Ռուսաստան ցերեկային ժամերուն հարյուրավոր անօթաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ հասցուցած է Լվովին։ Անօթաչու սարքերեն մեկը հարվածած է քաղաքի կենտրոնական մասը, որուն պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկված 16-րդ թարու վանական համալիրը փրկած է։ Երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի ռազմական օդային ուժերը հայտարարեցին, որ ռուսերը 24 ժամվան ընթացքին արձակած են 948 անօթաչու թռչող սարք, որոնց մեծ մասը չեզոքացված են։ Երեկոյան ուղերձին մեջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասավ, որ ցերեկային հարվածին մասնակցած է տարբեր տեսակի ավելի քան 550 անօթաչու թռչող սարքեր։ Անոր խոսքով վիրավորված է ավելի քան 40 բնակիչ, ադոնց մեջ լալով 5 երեխա։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյան հանդիպած է Կալուստ Գուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուներու խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյջոյի հետ գայտնեն Մատենադարանեն։ Հանդիպումը կազմակերպած է հիմնադրամի հայ համայնքներու բաժնի ղեկավար դոկտոր Ռազմիկ Փանոսյան։ Արա Խզմալյան ներկայացուցած է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության ծրագիրներու վերականգնման, ցուցադրության եւ ռազմավարական այլ ոլորտներու մեջ։ Հանդիպան ընթացքին կարևոր նկատված է մատենակիր հայոց մատենաշարի հրադարագության շարունակականությունը, ինչպես նաև հայերեն համահավաք ցերակրացուցակի էլեկտրոնային ըշտեմարանի ստեղծման գործընթացը, որը կիրականացվի Կալուստ Գուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Նորաստեղծ հարթակի շնորհանդեսը տեղի պիտի ունենա 2026 թվականի հուլիս 22-ին հայագիտական միջազգային համաժողովի ընթացքին։ Արա Խզմալյան հրավիրած է հոգաբարձուներու խորհրդի նախագահը Մատենադարան այցելելու ավելի մանրամասն ծանոթանալու կառույցի բազմաշերտ գործունեությամբ։ Ուրուգվայ արտաքին հարաբերություններու նախարարության Սանտոս Բալադեն ներսդեղի ունեցավ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ միջոցառումը, որուն շրջանակները ներկայացված է Հայաստանի Հանրապետության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ արձանագրված մշակութային ժառանգությունը։ Նշված է Ուրուգվայի մեջ Հայաստանի տեսփանադան տարածած հաղորդակցության մեջ։ Հայկական դուդուկը հանրահայտ արժանտինահայ դուդուկահար Գագիկ Կասպարյանի կատարմամբ ներկայացված է, ինչպես նաև հայկական քոչարի բարը Ուրուգվայի Կայանե բարային համույթի ավակ սերունդի ներկայացուցիչներուն կատարմամբ։ Սանտոս Բալադի Պետրոֆիգար Իսրայեն ներկայացված է լուսանկարչական ցուցահանդեսը, որը բաց պիտի լահանության համար մինչև մարտ 27։ Միջոցառում կազմակերպված էր Ուրուգվայի մեջ Հայաստանի տեսփանադան նախաձեռնությամբ, Ուրուգվայի արտաքին հարաբերություններու նախարարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։